Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ ուրախ եմ, որ արձագանքում եք ձեր բոլոր առաջարկները, ձեր բոլոր խորհուրդները օգնում են մեզ բարեկամներ եւ շարունակեք այդպես լինել մասնակիցը։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Եվ այսպես, բարեկամներ, այսօրվա պատրաստվելիք ուտեստը կոչվում է ընկույզով մսապուր, այսինքն օգտագործել ենք հորթի միս, առատ ընկույզ, մի քիչ սխտոր, օգտագործել ենք մի քիչ ալուր, կարմիր աղացված պղպեղ եւ համեմելու ենք համքեղով, բնականաբար աղ եւ պղպեղ։ Ամենակարևոր եւ ամենահիմնական համեմունքը, որ մենք միշտ կրում ենք, ձեզ հետ միասին դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Սկզբի համար հորթի մի քիչ ճարպոտ միսը կտրատում ենք։ Ինչի ենք ջուրը եռացնում եւ նոր միսը տեղադրում։ Եթե մենք ուզում ենք, որ ուտեստի միսը լինի համեղ, անպայման պիտի օգտագործենք եռացրած ջուր։ Եթե ուզում ենք, որ արգանակ առավել համեղ լինի, ապա սառը ջրով ենք պատրաստում։ Տաք ջուր, եռացրած ջրի մեջ տեղադրելով միսը մկանային հյուսվածքի ծայրերը փակվում են եւ մսահյութը այնտեղից չի հոսում, մնում է իր մեջ։ Իսկ սառի դեպքում կամաց ջերմաստիճանը բարձրանալու դեպքում մսի մկանային հյուսվածքից այն սննդային արժեքները, որ մեզ ուղղակի տեսողությամբ մենք տեսնում ենք իբր հեղուկ, բայց դրանք ոչ միայն հեղուկ են, այլ նաև սննդային արժեքները կամաց հոսում են եւ փոխանցվում են ջրին։ Դրա համար լավ կլինի, որ մենք ընտրենք, ուզում ենք արգանակը համեղ լինի, թե միսը։ Այս պահին մենք միսն ենք ուզում համեղ լինի եւ դրա համար ավելացնում ենք միսը եռացող թեթև աղաջրի մեջ։ Միսը ամբողջությամբ սպիտակեց, իսկ դա նշանակում է, որ մկանային հյուսվածքի ծայրերը փակվեցին, մսահյութը կմնա մեջը։ Եվ եթե դուք ուշադրություն դարձրել եք, եռացող ջրի մեջ եթե դնում ենք միսը, քափ չի առաջանում։ Քափը հենց այն սննդային արժեքներն են, որոնք հոսում են մսից եւ եռալով բարձրանում են վեր։ Այնպես որ հիմա նախապատրաստենք ուտեստի այլ բաղադրիչները, այստեղ օգտագործել ենք շատ ընկույզ։ Դուք ուշադրություն դարձրիք, որ բաղադրությունը թվարկելիս ես չնշեցի ոչ սոխ, ոչ յուղ։ Այս ապուրը պատրաստվում է առանց սոխառածի։ Շատ ընկույզ է օգտագործում, շատ ընկույզ։ Դե ընկույզից զատ, ընկույզի յուղից լավ էլ ինչ պիտի օգտագործենք։ Մանր կտրատում ենք։ Եթե կա հավանգ, եթե ունենք մենք տունը հավանգ, բնականաբար ընկույզը եւ սխտորը կարող ենք հավանգով ծեծել։ Բայց մենք ձեզ հետ արդեն բազմիցս այս համեմելու ձևը օգտագործել ենք սխտորի եւ ընկույզի միասին կտրատման եւ նաեւ հավելյալ կանաչիների այդպես տեսականի եւ կարծում եմ դուք եք համոզվել, որ սա նույնպես արդյունավետ միջոց է։ Ահա, հիմա մեզ հարկավոր է նաեւ համքեղ, համքեղը նույնպես մանր կտրատում ենք, խառնենք այս ամբողջը, ավելացնենք մի քիչ աղ, մի քիչ համեմի սերմ եւ շարունակենք դանակի միջոցով այսպես խառնել, տրորել, ուզեք կտրատել
ամենակարևոր այս գործողության մեջ ամենակարևորը որ համերը համադրվեն, միանան, փոխանցվեն մեկը մյուսից։ Այսպես շատ լավ։ Փոխադրենք ափսեի մեջ, քանի որ մենք մաս-մաս ենք օգտագործելու այս համեմունքը, ահա, մենք տեսնում ենք, որ միսը եռում է, այո, մի քիչ կա քապ, շատ քիչ, կվերցնենք, բայց ընդհանուր առմամբ արգանակը շատ պարզ տեսք ունի։ Հիմա ավելացնում ենք այս համեմունքի, նորից նշեմ, ընկույզ, սխտոր, համքեղ կտրատված, համքեղի սերմ և մի քիչ պղպեղ, կեսը ավելացնենք, իսկ մնացած կեսը մենք վերջում ենք ավելացնելու, վերջում մեր ուզած համային հատկանիշները հաղորդելու համար, խառնենք, հարկ կլինի մեզ սպասել 8 րոպե, այնուհետև մենք մի քիչ բոված ալյուրը ջրով կբացենք, ավելացնենք ապուրին, նաև այս վերջի համեմուլու այս պահը և ուտեստը արդեն պատրաստ է։ Սպասենք 8 րոպե և կհանդիպենք։ Բարեկամներ, անցավ 8 րոպեն, տեսնենք ինչ վիճակում է ուտեստը, արդեն միսը պատրաստ է, ինչպես մենք նշեցինք, հիմա պիտի մի քիչ բոված ալյուրով խյուս պատրաստենք, պիտի օգտագործենք նաև կարմիր քաղցր աղացված պղպեղ, սառը ջրով բացում ենք այս ամեն ինչը, ստացանք համասեռ զանգված, ավելացնում ենք ապուրին, խառնում ենք, տատիկները կասեին ուտեստի աչքերը փակելու համար, ահա, հիմա մի հատ կհամտեսենք, շատ լավ է ամեն ինչ, ավելացնում ենք մնացած մասը համեմունքի, կափարիչով ծածկում ենք և կրակից վերցնում, ուտեստը պատրաստ է, նորից հիշեցնեմ, բարեկամներ, պատրաստեցինք ընկույզով մսապուր, միսը խաշեցինք, այնուհետև ընկույզից, սխտորից և համքեղից պատրաստեցինք հատուկ համեմունք, առատ ընկույզով կտրատեցինք այդ ամեն ինչը, խառնեցինք, ավելացրինք մի քիչ աղ և համքեղի սերմ, մի մասը այդ համեմունքի մսի պատրաստման ընթացքում դրեցինք, միացրինք ապուրին, մյուս մասը պահեցինք, բոված ալյուրից, սառը ջրով, բոված ալյուրից և կարմիր աղացված քաղցր պղպեղից խյուս պատրաստեցինք, ավելացրինք ապուրին, այնուհետև համեմունքի մյուս մասը և ուտեստը պատրաստ է։ Տեղադրենք նաև ափսեն։ Ահա այս համեղ և հետաքրքիր ուտեստն էր, որ մենք ձեզ հետ միասին պատրաստում էինք։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Մենք ուզում ենք, որ ձեր սեղաններին միշտ լինի ազգային ավանդական ուտեստներ։ Մենք ուզում ենք, որ միշտ մենք հանդիպենք
եւ բոլոր կամ յուրաքանչյուր հանդիպում ունենա արդյունք, իսկ այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ընկույզով մսապուր, հորթի միս 400 գրամ, ընկույզ 200 գրամ, սխտոր 2 պճեղ, ալյուր 2 ճաշիկ դալ, համքեղ, աղ, կարմիր պղպեղ, բարեխորշակ։